Առաջիկա խորհրդարանական ընտրության մասնակիցները հայտնի են, հերթականությունը նույնպես։ Ովքեր են գլխավորում կուսակցությունների ցուցակները, ովքեր են իրական ազդեցություն ունեցող խաղացողները եւ ովքեր, որ պարզապես մասնակցում են պայքարին։ Ցուցակի առաջին համարով ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին գնում է պաշտպանության նախկին նախարար, գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի առաջնորդությամբ։ Նրա անունը կապվում է ինչպես զինվորական բարձր պաշտոնների, այնպես էլ սկանդալային քրեական գործի հետ։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ հարուցել է հեռակավարույթ 2021 թվականի մայիսյան իրադարձությունների շրջանակում, երբ ադրբեջանական ուժերը ներխուժել էին Սյունիքի Սև լճի տարածք։ Իրավապահների վարկածով Կարապետյանը տվել է մարտական դիրքերը թողնելու անհիմն բանավոր հրաման, ինչը ըստ մեղադրանքի հանգեցրել է ծանր հետևանքների։ Ինքը նախկին պաշտոնյան այս մեղադրանքները չի ընդունում։ Երկրորդ համարով բոլորին դեմ եմ նախաձեռնությունն է։ Իր անունով քաղաքական ուղերձ ձևակերպող ուժը ընտրություններին մասնակցում է իշխանությանն ու ընդդիմադիրներին դեմ մարդկանց ձայները ստանալու ակնկալիքով։ Իդեպ այս ուժը հայտարարել է, որ կգործակցի ՔՊ-ի հետ, եթե իրենց գաղափարներն ու ծրագրերը համընկնեն։ Երրորդ համարի տակ ընտրություններին մասնակցում է Ուժեղ Հայաստան դաշինքը, որը միավորում է նույնանուն կուսակցությունը, նաև Նոր դարաշրջան եւ միավորված հայեր քաղաքական ուժերը։ Դաշինքի առանցքային դեմքը գործարար Սամվել Կարապետյանն է, Տաշիր խմբի հիմնադիրը, ով վերջին շրջանում ավելի ակտիվ է հանդես գալիս նաև քաղաքական դաշտում։ Նրա անունը սակայն ցուցակում չկա, այն գլխավորում է գործարարի եղբորորդին Արեգ Կարապետյանը։ Չորրորդը Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Քաղաքական դաշտում կուսակցությունը ընդգրկված ներկայությամբ կամ ազդեցությամբ չի առանձնացել։ Փորձում է դիրքավորվել սեփական օրակարգով, սակայն հանրային լայն ճանաչելիություն դեռևս չունի։ Հինգերորդը Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունն է, որը ընտրություններին մասնակցում է դերասան Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Նա հանրությանը հայտնի է նախ որպես հումորային դերասան, իսկ քաղաքական դաշտում Երևանի նախկին քաղաքապետի պաշտոնով, որտեղ նրա գործունեությունը գնահատվել է տարբեր ու հաճախ հակադիր դիտարկումներով։ Վեցերորդը Միասնության թևեր կուսակցությունն է, որը ընտրություններին մասնակցում է իրավապաշտպան Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդությամբ։ Յոթերորդը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ։ Նա հանրությանը հայտնի է որպես խոշոր գործարար եւ տարիներ շարունակ քաղաքական դաշտում ազդեցիկ դերակատար, որը եղել է թե իշխանության մաս, կոալիցիոն կառավարության շրջանակում, թե որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ։ Գագիկ Ծառուկյանի անունը քաղաքական դաշտում պարբերաբար հայտնվել է նաև իրավական գործընթացների համատեքստում։ Մասնավորապես 2020-ից 21 թվականներին նրա շուրջ հարուցվել էին քրեական վարույթներ կապված ընտրական գործընթացների եւ ենթադրյալ օրինախախտումների հետ։ Այդ ընթացքում Ծառուկյանը կարճ ժամանակով նաև ձերբակալվել էր, վերջերս արդարացվել։ Ութերորդը ազգային ժողովրդավարական Բևեր քաղաքական ուժն է, որը ձևավորվել է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության եւ մի շարք քաղաքական հասարակական գործիչների նախաձեռնությամբ։ Ազգային ժողովրդավարական Բևերի ձևավորման քաղաքական ֆոնին հաճախ հիշատակվում է նաեւ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊՑ գնդի գրավման դեպք, որը կապված էր Սասնա Ծռեր խմբավորման գործողության հետ։ 9-րդը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցությունն է Արտակ Սարգսյանի գլխավորությամբ, ով նաեւ կուսակցության հիմնադիրն է եւ վարչապետի թեկնածու։ Նրա ղեկավարած ուժը քաղաքական դաշտում համեմատաբար նոր ձևավորված կուսակցություն է, որը պաշտոնապես գրանցվել է վերջերս։ Այսպիսով ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական քարտեզն արդեն հստակ է։ Մնացյալ կուսակցություններին եւ դաշինքներին կանդրադառնանք մեր հաջորդ ռեպորտաժում։